Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 15-ի համար։ Օրը երեքշաբթի աշխատանքային օր է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 15-ին։ Հարգելի խոյեր, այդ օր առավոտյան շատ շուտ կամ սա ընդհանուր վատ լուր է, կամ նաև դա կարող է լինել ինչ-որ հարցից ելք փնտրալ, որ ինչ-որ մի բան եք ուզում, գտնեք, թե ինչպես այդ հարցին լուծում տալ։ Նաև օրվա ընթացքում ոմանք կարող են տատանվել, թե որտեղ գնալ հանգստանալու, ոմանք հիմա հանգստանան, թե հետո, ոմանք նաև կարող է գնամ բժշկի, թե ոչ, ինչ անեմ, հիմա գնամ, թե երբ գնամ, մի խոսքով, այդ հարցերը ձեզ կտանջեն, կամ գնամ արդյոք հենց այդ մասնագետի մոտ, թե ոչ, այդպես։ Եվ իհարկե ուրախ եք, օրվա ավարտին ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի, այդպես։ Կարող գտնել ինչ-որ տարբերակ, գտնել կամ հանգստի տարբերակ, որը որ ձեզ չի խանգարի աշխատանքին, ինչպես գնաք, որ չխանգարի եւ այլն։ Դա կախված է ձեր իրավիճակից, թե ինչ եք դուք ուզում։ Ուզում եք գնալ բուժվել, թե ուզում եք ուղղակի հանգստանալ եւ երբ գնալ։ Որովհետեւ արդեն շուտով ամառ է, դուք պետք է գրանցվեք, չէ՞, ովքեր որ աշխատում են, գրանցվեք, թե որը երբ որ ժամանակահատվածում է ուզում գնալ Արցախ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 15-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը որոշ գործեր կարող եք մղել առաջ, ինչ-որ բաներ տանեք առաջ, բայց օրվա ընթացքում կամ ձեզ միայնակ եք զգալու, կամ մի փոքր կարող եք տխրել, ինչ-որ մի տխրություն կարող է իջնել ձեզ վրա, այդպես։ Եվ հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ, դա կարող է լինել պետական աշխատող, կարող է լինել որևիցե տղամարդ,
կարող է նաև ինչ-որ մասնագետ է, ում հետ որ կողեք հանդիպել։ Այսքան էլ կամ ձեր տնօրենը, եթե տղամարդ է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 15-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը հանդիպում կամ շփում կարող եք ունենալ որևէ տղայի հետ, հնարավոր է նաև ոմանց մոտ այդ տղան մի փոքր ուշ պետք է գա, մոտավորապես 1 ամիս եւ ավել, օրինակ մինչեւ կարող է մայիսի վերջ այդպես, կարող է դա իմանաք, խոսեք իր հետ եւ իմանաք, որ ինքը ուշանալի է, կամ ինչ որ մի բան է ուշանալու, որը կարող է այդ տղան է ձեզ հայտնում, ինքը ձեզ ասի, եւ մի փոքր կարող եք տխրել, կարող եք նաև կտրուկ քայլ անել եւ այդքան էլ չզգալ, որ ձեր սիրելիին վիրավորեցիք, անսպասելի անմտածված քայլից կարող եք ձեր սիրելի ընտանիքի անդամներից մեկին կամ ձեր երկրորդ կեսին վիրավորեք, նեղվեք։ Եվ հետո կարող եք գորգռալ, որովհետև այստեղ հեռախոսը զանգ ունեք, որը երգեհեսանի է, որը օծմարդ է, կամ իր վրա կարող եք գորգռալ, կամ իր հետ խոսալուց հետո կարող եք գորգռալ, կամ գորգռակ հետո զանգահարեք այդ օծին, այսպես, կամ ինքը զանգահարի, էլի ոնց որ շարունակվում է այստեղ կապը ձեր եւ որից մի օծ բնավորության մեկի մասին է, ում հետ որ կարող եք գորգռալ, կամ խոսելուց հետո, կամ գորգռակ, նյարդայնանաք այդ մարդու վրա եւ զանգահարեք տվյալ մարդուն, այնտեղ պետք է հասկանաք, որ օծ է։ Եվ երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում այդ օրը, կարող եք գալ պատմել ինչ-որ մեկին, չիմանալով, որ դա էլ հենց երկերեսանի անձնավորությունն է եւ սխալ մարդու եք ինչ-որ մի բան պատմում։ Այնպես որ ուշադիր եղեք, այդ օրը եւ օծեր ունեք, եւ լարվածություն, ընդհանուր լարված է վիճակը։ Եվ երկերեսանի մարդիկ եւ այլն, կտրուկ քայլեր, սխալ քայլեր, համար հետևեք այդ օրը ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 15-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օր ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ կարող եք գնալ որից առողջական կենտրոն։ Հեռախոսազանգ կունենաք, ինչ-որ մի բան է ուշանում մոտավորապես 2 ամիս, եւ օրվա ավարտին ոչ է մի լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որը որ ձեզ շատ կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրացնի, բայց միանգամից երկերեսանի մարդիկ են հավաքվում, փորձեք ոչ բոլորին ասել այն ինչ որ կկատարվի ձեզ հետ, որովհետեւ երկերեսանի մարդիկ են հետո։ Դե կարող է մտածում եք կուրախանան ձեր այդ ուրախության հետ կապված, բայց ոչ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 15-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, հանդիպում, ինչ որ կարող ձեր տղան է վերադառնում ամուսինը։ Օրվա ընթացքում կարող եք գորգռալ ինչ որ մարդկանց վրա կամ ինչ որ մեկի վրա, հետո օծեր կան, կարող է օծերի վրա եք բարկանում կամ օծություն են անում ձեր հանդեպ։ Խոսքով կարող գորգռում եք, դրանից հետո սկսում են բան ասել, դրա համար հետևեք ձեր քայլերին իհարկե։ Եվ օրվա վերջ այստեղ խոչընդոտներ կան ձեր կարիերան առաջ մղելու հարցում, ձեր գործերը առաջ մղելու հարցում։ Այսքանը ձեզ համար։ Ինչ-որ մի բան կարող պակասել, մի խոսքով խնդիրներ է առաջացնում այդ խոչընդոտները։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 15-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը տան հետ կապված որևիցե իրադարձություններ կան կամ ինչ որ մի բան կարող է ուշանալ, հետաձգվել, 1 ամիս հետաձգվի օրինակ կամ 1 ամսից ավել, հետաձգվի ինչ որ մի բան կամ իրենց դուրս գալը կամ ձեր դուրս գալը կամ դեռ վերանորոգումը եւ այլն, ինչ որ մի բան կարող է ձգձգվել կամ եթե առիթեր կարող է դա այն հետաձգում ինչ որ բանի պատճառով։ Օրվա ընթացքում ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն անել կամ դուք անեք, ձեզ սիրված զգաք, լավ զգաք, ինչ որ մի բան ձեր սրտով լինի,
Եվ ոչ է տեղեկատվություն, նամակ, լուր, փաթեթ կարող եք ստանալ, ինչ-որ փաստաթուղթ կարող եք ստանալ, նաև երեկոյան հանկարծակի լուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին ապրիլի 15-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը երկերեսանի մարդիկ կան ձեր շրջապատում, ովքեր որ կարող են ձեզ նաև ինչ-որ առաջարկ անել, զարգացնելու հետ կապված, ինչ-որ բաներ առաջ մղելու հետ կապված, որ ինչ-որ մի բան, որ ձեզ շատ կուրախացնի։ Մի փոքր ուշադիր եղեք այդ հարցում, որովհետև կարող է, եթե ձեզ այդ օրը կառաջարկեն, որ ինչ-որ մի բաներ անեք կամ մի քանի, որից որ ձեր գործերը առաջ կգնան, ուշադիր եղեք, հա, մի տենց անմիջապես հավատացեք։ Բայց եւ ոմանց մոտ կարող է այդ օդ երկերեսանին ձեզ ուրիշ բան առաջարկի, բայց ձեզ մոտ առաջ խաղացում լինի, ինչ որ հարցերում, հա, եթե խոսքը դրան չի վերաբերվում, հա, ինքը ձեզ չի խոստանում դա, եթե ուրիշ բանի մասին է խոսքը, դա ուրիշ բան է։ Կարող է ձեր գործերն է առաջ գնում, զարգանում եւ ուղղակի նա արդեն ձեր կողքն է։ Վերջ ձեզ մոտ ամեն ինչ լավ է, նա եկավ ձեզ մոտ։ Ամենայն դեպս դուք ուրախ եք, տրամադրությունը բարձր է եւ երեկոյան հանկարծակի լուր կարող եք լսել, մինչև քնելը, քնելուց առաջ կամ քնած ժամանակ արդեն։ Հեռախոսազանգ է այստեղ, որը որ հանկարծակի լուր կարող եք լսել։ Չեմ կարող ասել ինչ է, որովհետև չկա ոչ մի տեղեկություն այս պահին։ Կամ քնելուց առաջ եք լսելու, կամ արդեն որ պարկած եք, կամ դա կարող է լինել ինչ-որ մեկի մասին, ով որ պարկած է։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 15-ին։
1 րոպե։ Հարգելի կարիճներ, այդ օրը հեռախոսազանգ կարող եք ստանալ, հնարավոր է նաև հետո հուզվում եք, արտասվում եք, կարող է ինչ-որ շատ կարևոր մեկն է ձեզ զանգարում ու միից որ չեք սպասում, նաև սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, որոնցից որ կարող եք տատանվել, որոնցից որ նաև կարող եք մտածել հետո երեկոյան, ով դրա մասին չեք մտածում, ամենայն դեպս այդ հարցերի վերաբերյալ կարող եք տատանվել։ Ինչ-որ մի բան է, ինչ-որ մտքեր են, որոնք որ ձեզ կարող են տանջել, եւ երեկոյան նույնպես ինչ-որ բանի մասին կարող եք մտածել կամ ինչ-որ մեկի մասին։ Քնելուց առաջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 15-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ է, կարող եք սիրահարվել, կարող ձեզ լավ զգալ, ոմանք կարող են պարկել, հանգստանալ, ոմանք նաև դե այստեղ կարող է հիվանդի մասին է խոսքը, կարող է արդեն լավ է, եթե հիվանդ ունեք, արդեն իրեն լավ է զգում եւ դրա համար դուք եւս ձեզ շատ լավ կարող եք զգալ։ Կարող է նաև հիվանդանոցում ոմանք սիրահարվեն, ինչ որ մեկին։ Եվ ոյցե գործեր կարող են զարգանալ ձեզ մոտ, առաջ մղվել, գնալ առաջ, ինչ որ գործեր են։ Բիզնեսն է եւ այլն, յուրաքանչյուր գործ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 15-ին։
Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը տան հետ կապված որևէ իրադարձություններ ունեք, հնարավոր է նաև առիթ է, պետք է գնաք կամ ձեր տանն է ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, նաև որևէ լուսավոր մի բան տեղի կունենա, որը որ ձեզ շատ կուրախացնի։ Հանկարծակի լուր կարող եք լսել կամ ձեր կարիերայի բարձրացման հետ կապված կամ ինչ-որ մեկի, ինչ-որ մի բանը ձեզ մոտ առաջ է գնալու, այստեղ կարող է իմանաք, որ ձեզ պաշտոն են տվել կամ ուզում են տալ, այդպես ինչ-որ մի բան է, որը որ հանկարծակի լուրի միջոցով կարող են գալ եւ ձեզ ասել, վերջ, դու սա գնում ես արդեն ուրիշ բաժին, վերջ, սա քո վերջին այս բաժնում աշխատելն է եւ այլն, նման որևէ մի բան։ Եվ սա կարող է լինել նաև ամուսնության վերաբերյալ, չնայած սա կարիերան է, բայց նաև կարող է կարգավիճակն է մարդու ուղղակի ինչ-որ մի ձևով բարձրանում է վեր այդ մարդը։ Ինչ-որ մի կարևոր հանկարծակի է դա ձեզ համար, չսպասված է դա ձեզ համար։ Եվ սպասում եք, տատանվում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եւ հետո կարող եք վիճել, հա, որ ուշանում է, որ չի գալիս եւ այլն, հա, կարող է տատանվում եք եւ սկսում եք վիճել տվյալ հանձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 15-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ հարցին ելք կգտնեք եւ լուծումը կգտնեք։ Կարող է ձեզ համար շատ կարևոր էր այդ հարցը, հա, լուծումը կգտնեք։ Միգուցե տան հետ է կապված, այդ օրը նաեւ տան հետ կապված որևէ իրադարձություններ ունեք։ Հնարավոր է նաեւ որևիցե առիթի պետք է գնաք այդ օրը, կամ ձեր տանն է առիթ մարդկանց եք հրավիրում։ Նաեւ ինչ-որ մի բան է, հա, տան հետ կապված, կարող է այստեղ հաջողությամբ տուն եք գտնում, ի վերջո այն տունը, որ ուզում եք։ Նաև ոմանք այստեղ ձեզ սիրո խոստովանություն կանեն, միգուցե ինչ-որ նման շփման հետ է կապված, որ շփվեք իրար հետ եւ այլն, եւ դուք կարող եք նաև այդ մտածել, տատանվել, թողնել ձեր կյանք կամ հնարավորություն տալ, թե ոչ այդպես։ Նաև հաջողություն ունեք երեկոյան, որևիցե հարցի շուրջ։ Այսքանը ձեզ համար։ Միգուցե գնում եք ժամադրության, դա է շատ լավ անցնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 15-ին։
Հարգելի ձկներ, այդ օրը օձեր կան ձեր շրջապատում կամ նախանձում են ձեր սիրուն կամ նախանձում են կամ ձեզ կարող է սիրո առաջարկություն են արել եւ դուք պատմում եք իրանց եւ նախանձով են լցվում ամենայն դեպս ձեզ սիրված կզգաք այդ օրը ոմանք կարող են սիրո խոստովանություն ստանալ անել ինչ որ մեկին նաեւ կարող եք գումար ստանալ դրանից ձեզ ավելի լավ զգաք ուրախանաք որ գումար եկավ գումար ստացաք ամենայն դեպս օձեր կան օձավարի վերաբերմունք հա կամ օծություն ձեր նկատմամբ կարող եք զգալ այդ օրը եւ հանդիպում որևիցե կնոջը ով որ ձեզ շատ է սիրում այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում